2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարակների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ ռադիկալ տեքստեր։ Դուք գիտեք հիմա իհարկե հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կա նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Տեսեք, դուք ասում եք քրեական գործեր թող հարուցվեն, քրեական գործեր են հարուցվում, ասում են ոնց բանի հոգևորականների դեմ քրեական գործ եք հարուցում, ոնց կարելի է հոգևորականի դեմ քրեական գործ հարուցել։ Ոչ ոք չի ասում, ոնց կարող հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական բանը մատակարարումը դադարեցնի, սաբոտաժանի, երթևեկությունը կասեցնի, չգիտեմ, բաներ եւ այլն եւ այլն։ Խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելի մասին։ Այդ գործերը դատարանում են, պարոն վարչապետ, ես դրա մասին չեմ խոսում։ Շատ լավ, բայց կա կոնկրետ գործ եւ կա միջավայր, որտեղ այդ գործերը ստեղծվում են։ Այսինքն մեր խնդիրն ինչ է, թողել որ այդ ծայրահեղականության դրսևորումները գնալով շատանան, պլանը դառնա իրագործելի, գնդակահարության մասին սպառնալիքները դառնան գնդակահարություններ, որ հետո ասեն, բա պետությունը ուր էր, բա ուր էր նայում պետությունը, իսկ ուր էր նայում ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ուր էր նայում կառավարությունը եւ այլն եւ այլն։ Հիմա գալով խոսքի սկզբին ասում եք համապատասխան միջավայր եմ ուզում ստեղծվի, հանրությունը տեղեկացվի նոր, ոնց եք պատկերացնում, ասենք ինչքան ժամանակ է դրա համար պետք եւ կոնկրետ գործողություններ ակնկալել թե ոչ։ Գիտեք ինչ, կետը, որում դա պետք է տեղի ունենա, ի վերջո Հայաստանի ժողովրդավարական պետություն է եւ որևէ բան չի կարող տեղի ունենալ առանց հանրության աջակցության։ Ընդ որում հանրության աջակցությունը ինչ շատ են ասում են, որ դեռ չես դադարել հեղափոխական լինել, ինչ է լինում հանրություն։ Խոսքը լեգիտիմության մասին է։ Ինձ համար լեգիտիմությունը բացարձակ արժեք է, ու ֆիզիկապես ենթադրենք process-ներ իրականացնելը առավելևս վարչապետի կարգավիճակում գուցե այդքան էլ դժվար չի, մանավանդ այն պայմաններում, երբ որ տեղի է ունենում աննախադեպ բան, մայրաթոռի զանգերը հնչում են մարդկանց հրավիրելով եւ մարդ չի արձագանքում դրան։ Սա խոսում է հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցու վերնախավի առաջնորդության կողմից հարուցած խորը հոգևոր ճգնաժամի մասին։ Եվ ուրիշ բան էլ մեզ ասեմ։ Գիտեք ինչ շատ ենք խոսում մենք, որ մենք պետք է ունենանք արժեքահենք հասարակություն, արժեքահենք հանրություն, որտեղ արժեքները, բարոյական նորմերը ի վերջո կշիռ ունենան եւ այդ կշիռը գնալով մեծանան։